Սիմոնյան երեք Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Սփյուռքահայ իշխող գործիչների հայտարարություններին, որով նրանք ասում են, որ իշխող ուժը Նիկոլ Փաշինյանը չպետք է միջամտի եկեղեցու հետ գործերին, այս հայտարարությունների պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կզգան զգուշացումներ, հիմա հարց է առաջանում եւ նաեւ նայում եմ լրահոսը Facebook-յան տիրույթը տարբեր օգտատերեր ասում են ինչ է կանելու այդ բարերարների հետ Նուբար Ապեյան, Վաչե Մանուկյան, նրանցով է սպառնում օրինակ այն ճակատագիրը ինչ Սամվել Կարապետյանի։ Ես չգիտեմ ինչ է նշանակում ասել նույն ճակատագիրը, ինչը որ Սամվել Կարապետյանն է։ Իսկ ինչ ճակատագիր ունի Սամվել Կարապետյանը։ Եկեք մի հատ հուզվենք միասին բոլորով, իսկ ինչ ճակատագիր ունի։ Կա հարց։ Սամվել Կարապետյանը կամ իր նմանները Սամվել Կարապետյանը Ռուսաստանում կարող էր ասել այն փոքրիկ խմբակը, որը որ ինչ որ գործողության հետ կապված եւ ասեր մենք մեր ձևով կմիջամտեինք, մ տառը կմնար Սամվել Կարապետյանից։ Մ տառը կմնար, կարող է դա էլ չմնար։ Ինքը դա գիտակցում է, չէ՞։ Չգիտեմ, ես դուք անուններ եք տալիս, ես այդ անունների հետ կապված չեմ ուզում կենտրոնանալ, բայց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի հետ կապված որ երկրից ուզում է լինի, ուզում է Ֆրանսիայից լինի, ուզում է Լիբանանից լինի, ուզում է ԱՄՆ-ից լինի, բնական է մենք դիմադրելու ենք եւ չենք թողնելու Հայաստանի Հանրապետություն նամեստնիկ բերեն կամ դրսից տղա բերեն, թող հանգիստ նստեն իրենց տեղները, թող հանգիստ նստեն իրենց տեղները, հակառակ պարագայում պետությունը Հայաստանի Հանրապետությունը, ես հասկանում եմ, որ որոշները դա դեռ չեն գիտակցել, որտեվ ժամանակին այդ բարերարները փողեր են տվել, նվերներ են արել, տներ են կառուցել, պալատներ են նախագահական եւ ինչ որ բան վերանորոգել եւ մտածել են, որ դե իրենց բանն էլի դուքյանն է, էլի, այդ ոնց կարա մենք այդտեղ փող ենք տալիս, այդ ոնց կարա այդտեղ ղեկավարը բան մեր ասածը չանի։ Հիմա 2018 թվականից այսքան չկա մեկը, որ կարա ասի ինձ վարչապետին, մեր բարձրաստիճան որևիցե պաշտոնյային իրանցից մի դրամ նվեր ավերսը կամ ինչ-որ իրենց բանապարտք։ Մենք նույնիսկ այդ դրամահավաքներն ենք վերացրել, որ Հայաստանի Հանրապետությունը անցկացնում էր, որպեսզի ցույց տան, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է իր կարիքները ապահովել։ Դրա համար ասում թող հանգիստ նստեն տեղները, թող հանգիստ նստեն տեղները։ Քթները չխոթեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, ինքնավարության դաշտ։ Հայաստանը տեր ունի, դա ժողովուրդն է։ Ժողովուրդը գնում է ընտրությունների ժամանակ որոշում է, թող գան ստեղ, ապրեն, իրանց երեխաներին ուղարկեն բանակ, ծառայեն, գան աշխատեն, հարկ վճարեն, խնդիրները տեսնեն, հետո նոր հավակնեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերում խառնվելուն։ Վիդիցիլի։ Այդ ովքեր են, էտում են բարեգործություն արել, ուզում եմ հասկանամ։ Էտում են բարեգործություն արել։ Նկարվել են, տենց տարել են, բան են բաժան են նկարվել են, թե Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանի տունն են վերանորոգել կամ նվեր են արել։ Խառնում են։ Մենք մի ղեկավար ունենք, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։